Գիտեք, մինչև բժիշկներին հասնելը կա քննիչ, որը խափանման միջոցը կալանք ընտրելու մասին որոշում է կայացրել, կա դատավոր, որը այդ որոշումը բավարարել է, կա դատախազ, որը այդ որոշումը դատարանում պաշտպանել է, կա դրանից բարձր հսկող դատախազ, ես կարծում եմ պետք է քրեական գործառույթի սկզբից նրանց գործողությունները քննարկման առարկա դառնան եւ իրավական որակում տրվի։ Մենք գլխավոր դատախազի հայտ հանդիպման եւ ամբողջ մանրամասնությունները մենք հասարակության առջեւ բացահայտել ենք։ Եվ մինչև բժիշկներին հասնելը կարծում եմ բավականին պատասխանատուներ կան։ Եվ ընդհանրապես ճշմարտությունը բարձելու տեսանկյունից։ Արտադրության նախարարությունը ինչ-որ ֆունկցիա ուներ, Ոչ, արտադրության նախարարությունը որևէ ֆունկցիա չունի, ոչ խափանման միջոց որպես կալանք ընդունելու, ոչ որոշումը դատանում պաշտպանելու, նրանց ֆունկցիան պահելու ֆունկցիան է, որովհետև կա որոշում իրանք պետքա պահեն։ Հիմա այդ որոշումը եղել է, մենք գնացել ենք, բժիշկներ են եղել, բայց նրանց թույլ չի տրվել, որ մոտենան անգամ զարկերակը ստուգեն։ Դրա համար մենք մեր ասուլիսի ժամանակ էլ արտադրության նախարարություն չենք ասել։ Մենք ասում ենք գլխավոր դատախազ, մենք ասում ենք քննիչ, մենք ասում ենք քննչական մարմնի ղեկավար, դատավոր, որը բավարարել է խափանման միջոցը կալանք ընտրել այդ առողջական պայմաններում, այդ եզրակացություններով։ Չնայած ես ուզում եմ շեշտել, որ արտադրության նախարարությունը ոչ միայն Արթուր Սարգսյանի, այլև ընդհանրապես այլ գործերով այն կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ կապված, այսինքն դատապարտյալների հետ կապված նման որոշումներ չեն լինում, որոնց տեսակցությունների վրա սահմանափակումներ են դրել, ազգային ժողովի падգամավորների նրանց այդ շփումները ապօրինի կերպով սահմանափակում է եւ ինձ ու պարոն Մարուքյանին, գիտեք, մենք առաջին անգամ երբ որ գնացել եւ հասել ենք Արթուր Սարգսյանի խուց, ըստ էության ուժային եղանակով գնացել եւ հասել ենք Արթուր Սարգսյանի խուց, որովհետեւ արտադրության նախարարությունը ապօրինաբար սահմանափակում է բոլոր այդ դեպքերում քննիչի որոշումը հաշվի առնելով, չնայած օրենքը բոլորովին այլ բան է նախատեսում եւ այդ գործողությունը կոնկրետ այդ գործողությունը, երբ որ մեր ամեն անգամ մեր շփումները սահմանափակել են նաեւ Արթուր Սարգսյանի հետ, այդ ապօրինությամբ նրանք ազդել են այս իրավիճակի վրա, որովհետև մենք եթե ավելի մանրամասն իրավիճակին տեղեկանայինք եւ ավելի մանրամասն տեղեկություններ փոխանցեինք հանրությանը, գուցե թե այդ դեպքում էլ կարող է, ես կարծում եմ ընդհանրապես այս քրեական գործերի կոնտեքստում նաեւ այդ հարցը պետք է ի վերջո պարզաբանվի, որ արտադրության նախարարությունը կոնկրետ քրեակատարողական վարչությունը եւ Արթուր Սարգսյանի դեպքում եւ տեսակցության սահմանափակում ունեցող կալանավորված անձանց դեպքում ուղղակի սահմանափակում է ազգային ժողովի падգամավորների շփումը նրանց հետ, ինչը բացահայտ ապօրինություն է եւ դրան բազմիցս մենք անդրադարձել ենք։ Պարոն Փաշինյան եւ պարոն Մարուքյան, շատ քննարկվեց Արթուր Սարգսյանին եռաբլուրում հուղարկավորելու այդ փաստը, ձեր տեսակետը ինչպիսին է։ Գիտեք, այդ հարցը մի հարց է, ես կարծում եմ, որ այդ հարցում հարազատները պետք է նախ իրենց որոշումները կայացնեն եւ ցանկությունները արտահայտեն, որից հետո կարելի է այդ մասին խոսել։ Ես հենց առաջին օրը, այսինքն մահվանից գործնականում շատ կես ժամ անց Արթուր Սարգսյանի հարազատներին թողել եմ իմ հեռախոսահամարը եւ ասել եմ, որ եթե որևէ հարցով իրենք կմտածեն, որ որևէ միջամտության կարիք, անհրաժեշտություն մեր կողմից կա, խնդրում եմ, որ զանգեն, դրանից հետո էլ ես կապի մեջ եմ եղել, այնպես որ այդ հարցում հարազատների դիրքորոշումը, եթե անհրաժեշտություն կլինի, նրանք կասեն, որ անհրաժեշտ է մենք դիրքորոշում հայտնենք, մենք այդ ժամանակ դիրքորոշում կհայտնենք, որովհետև հասկանում եք դա նուրբ հարց է եւ բազմաթիվ կողմեր ունի, այսինքն մենք չենք կարող Արթուր Սարգսյանի հարազատների փոխարեն որոշել ինչ-որ մի բան։